Նախկին որոշումներում փոփոխություն կատարելուց մինչև դրամական հատկացումներ ու Գյումրու օր ամենամյա տոնակատարություն կայացավ Գյումրու ավականու հերթական նիստը, որով փաստացի արձանագրվեց այս տարի քաղաքի օրը չի նշվի։ Գյումրու ավականու այսօր տեղի ունեցած նիստում ներառված էր 34 հարց, այդ թվում հնգամյա զարգացման ծրագիրը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց ծրագրին, մյուս խմբակցություններն իրենց առաջարկներն աշտեն տեսել էին թարմացված ծրագրի նախագծում, ուստի կողմ քվեարկեցին։ Գյումրու զարգացումը ուղիղ կապված է հին երեխաների ապագա 5 տարիների զարգացման հետ։ Ես այս զարգացման ծրագրի մեջ կուզենայի տեսնել թվերով, այսինքն 25-ից 26 թվականին քանի մանկապարտեզ են հիմնանորոգել, 25-ից 26 թվականին քանի բազմաբնակարան շենքի տանիքներ են վերանորոգվելու, 25-ից 26 եւ այդպես շարունակել այդ թվականների մոտ 180 կռունտային փողոցներից Գյումրի քաղաքի փողոցների ուղիղ 50%-ը դուք էլ արդեն տեղյակ եք կռունտային են, ասֆալտ չկա, հողի ցեխի մեջ է։ Քանիսն են կառուցվելու եւ այլն։ Գյումրիում ներկայային գտնվող տնանքներից քանի տարվա են ազատվելու, ինչ միջոցներով ու կոնկրետ թվերով փաստերով։ Ոչ թե քննադատություն որպես ընդդիմադիր, այլ որպես գյումրեցի, ով ուզում է, որ այո, իր քաղաքը զարգանա։ Անդրադառնամ թերևս ամենահրատապին Սևերսկի թաղամասում հարգելի գործընկերներ 1960 թվականից չկա կոյուղատար համակարգ։ Թաղի բնակչուհի Աննա Ունուսյանը նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ Տիկին Ունուսյանին պատասխանել են, մեջբերեմ պատասխանից։ Հայտնում ենք, որ կարևորելով բնակչության սանիտարական պայմանների ապահովումը, առաջարկում են Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքների հնարավորությունը դիտարկել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ընդ որում ջրահեռացման համակարգերի կառուցման սուբվենցիոն ծրագրերի դեպքում ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը 70% է կազմում։ Այսինքն, այս գրությունը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ խնդրի լուծմանը կմնա 30% համայնքային ներդրումը եւ թաղամասը կունենա կոյուղատար համակարգ։ Դիմում եմ Գյումրու ավականու բոլոր խմբակցություններին, այդ թվում նաեւ իշխանական, կենտրոնական իշխանությունը ներկայացնող խմբակցությանը, որ պետք է համախմբվենք այս հարցի շուրջ, որովհետեւ հավատացեք, գյումրեցիներին ոչ մեկին չի հետաքրքրում մեր քաղաքական հետաքրքրությունները, տրամադրությունները եւ ինտրիգները, որովհետեւ գյումրեցուն հետաքրքրում է իր խնդիրը եւ խնդրի լուծումը։